Սիրուններս, ուրեմն, ովքեր որ երկար ժամանակ արդեն հետևում են իմ էջին, կարծում եմ հասկանում եք, որ ես անարդար բան չեմ սիրում։ Այսօր ուզում եմ ձեր հետ կիսվեմ մի թեմայով, ասենք, գիտեք ինչ կա, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Ծառուկյան, ուրեմն սկսել են այս տիկտոկյան հարթակում քննադատել այս մարդկանց։ Ու ասենք այնց մարդիկ, որ սկի իրանք չեն կարող ապրեն, հա, ու քննադատում են անց մարդկանց, որ այս հայրենիքի համար այս մարդիկ արած բան լիքը, այսպես լավ բաներ ունեն այս հայրենիքի համար արած։ Սամվել Կարապետյան, սկսեմ իրանից, իմ համար բոլորն էլ մեկ են, եթե անկեղծ, ես իրանց գործերն եմ նայում։ Սկսած Տաշիր մրցանակաբաշխություն, սկսած մանկապարտեզներ, հիվանդանոցներ, դպրոցներ, ֆինանսական աջակցություններ, ինչ ասես արել է հայրենիքի համար։ Ծառուկյանի ներդրումը այնքան շատ է, թե աշխատատեղեր ստեղծելու համար, թե սպորտը ֆինանսավորելու համար, թե հայկական դրոշի տակ օլիմպիական խաղեր ու եսի ինչեր, այս մարդը իր ամբողջ կյանքը մենակ զբաղվել է բարեգործությամբ։ Ռոբերտ Քոչարյան ժառանգել է Լևոն Տեր-Պետրոսյանից քարուք հանդեղած Հայաստան։ Կարճ ժամանակում լույսն էլ ունեցաք, ջուրն էլ ունեցաք, գազն էլ ունեցանք, չեկով հաց էին առնում, սև ցեխի նման ուտում ու թունավորվում էին, սպիտակ նորմալ հաց էլ ունեցաք, կարաքը չեկով էր, էդ էլ ունեցաք, մի խոսքով Շուշի ունեցաք, բանակ ունեցաք, եւ այլը, ասենք այսքան բանի մեջ, դուք որ ոչ մի բան չունեք արած այդ թզբեղ ֆրսնողներ, դուք ո՞նց եք կանգնել այդ մարդկանց քննադատում, ով եք դուք ընդհանրապես, ձեզի 5 հոգի տան դուք չեք կարա կառավարեք, ձեր գրպանում ձեր սեփական սիգարետի գումարը չունեք դուք, դուք ո՞նց կարաք այս տեսակ մարդկանց ինչ-որ ահավոր բնութագրեք, այսպես ահավոր բաներ շպրտեք դուք այս մարդկանց դեմը։ Մի հատ կնիկ Ֆրանսիայից է, որտեղից ասում է, վերջապես իմ ժողովրդի դեմքին ժպիտ եղավ։ Այ լուրջ եք ասում, հո դու հիմար չես։ Այդքան հաշվանդամ երեխեք, Արցախի կորուստ, գերիներ, որոնց ինքնությունը կամ որոնց գտնվելու վայրը այս անորոշ շատ ծնողների համար, եռաբլուր, պարկերով բերած մարմիններ, որ ամիսներով չէր կարողանում հասնել ծնողին իր երեխայի մարմին, դուք ժպիտ եք տեսնում հայ ժողովրդի դեմքին։ Հիմա ոնց ես չասեմ, որ տենց ժպիտ մենք ցանկանում ենք ձեզ, լայն ժպտացեք։ Դուք ով եք, որ նման թեմաներից հանգարց խոսեք։ Կամ ինչ քննադատություն, դուք ում եք քննադատում։ Եթե ձեր համար մինչև հիմա պարզ չի Հայաստանը երբ է ծաղկել, կամ ինչ է նշանակում երկրի ծաղկելը, երկիրը հարուստ ու ապահով տնտեսություն ունենալը, ամուր, այսպես զինված բանակ ունենալը, Սերժ Սարգսյան եք քննադատում, ով եք դուք, հələ մի հատ Սերժի արած գործեր նայեք, դիվանագիտական դաշտում ինչքան հաղթանակներ ա տարել։ Ոչ մեկ, ոչ մի բան այս Հայաստանի հայրենիքի համար, կամ նույնիսկ իր արևանի համար, այսպես միջով լավություն չի արել, այսօր նստել է այս մարդկանց քննադատում ա, գնացիք ձեր սրտով ընտրեցիք, ամեն ինչ կարելի է համեստի ու շնորհքի մեջ անել, ձեզ ոչ մեկը չի քննադատում, ոչ մեկը ոչինչ չի ասում, փաստից էլ փաստ ու մեծ, այսպես պարզություն ես ձեզ ասեմ, հիմա դուք պատկերացեք, չլինելով Սամվել Կարապետյանը ոչ մի անգամ քաղաքական գործիչ, Նիկոլից շատ ձայներ ունի այսօր, անգամ եթե ինքը իր ձայներով զիջում է Փաշինյանին, շատ բնական է, որտեղ ոչ վարչական ռեսուրս է կիրառել, այդ որ ասում եք կաշառքա տվեք, թող որ դուք իմանաք կաշառքա տալ, դուք ձեր ծնողին կուրանաք, կմոռանաք, դուք առաջինը կգնաք կվերցնեք։ Ինչ կաշառքի մասին է խոսքը,
Դե որ ինքը կաշառքա տվել, այս մարդիկ էլ իրենց դիրքն են օգտագործել խափելով ընտրությունների այսպես իրական արդյունքը։ Մարդը որտեղից եկել է, այդքան ձայն է հավաքել։ Դուք ձեզի հարցրել եք, դա պարտություն է, թե չէ։ Այս դեպքում ինքը 5 անգամ ավելի շահեկան վիճակում է գտնվում, քան ձեր երկրի վարչապետը։ Լինելով արդեն 2 անգամ ընտրված եւ սա էլ 3 անգամ, 3-րդ անգամ ընտրված, ընդամենը 49% ձայն է հավաքել։ Էս ով եք դուք։ Լավ, ինչքան կարելի է խոսել, որ վերջը դուք հասկանաք, թե ուր են գնում, ինչ եք անում դուք։ Ասում են ժպիտ է եկել ժողովրդի դեմքին։ Թե էս որտեղից է իջել։ Կամ դուք ոնց կարաք Ծառուկյան քննադատեք։ Ոնց կարաք Քոչարյան քննադատեք, Սերժ քննադատ։ Ով եք դուք խաչմերուկների վրա պպզող թզբեղ ֆռսնող ընդամենը։ Կամ էլ, չգիտեմ, եթե կինա չեմ ուզում վիրավորեմ, ոչ մեկի չեմ ուզում վիրավորեմ, բայց ասենք այս անարդարությունը ուղղակի խեղդում է։ Չի կարելի, ժողովուրդ ջան։ Այդպես չի լինում, մի քիչ իրատես եղեք, մի քիչ բացեք ձեր աչքերը ու ձեր տրամաբանությունը աշխատացրեք, այդքան բան։ Առնվազն պիտի կույր լինի մարդ, որ չտենա ով է։ Աչքերն ինչի համար են տված, ուղեղն ինչի համար է տված։ Սա ինչա պրինցիպ է ձեր մոտ։